Եվ ահա նստեցինք այդքային տաքսիով մնում ենք այժմ Ողջույն, ձեզ հետ են Մարիան եւ Սուրենը The Tripping Couple-ը Այս վլոգում ձեզ կպատմենք Թայլանդի ամենագեղեցիկ վայրերից մեկի՝ Կրաբիի մասին Սա երկրորդ այսն է Կրաբի եւ այս անգամ միասին շրջելու ենք Կրաբիի ճկնախղզիներով եւ լողափերով Լինելու ենք Աոնանգ Բիչում, Ռեյլեյ Բիչում, Կոպոդա, Հոնգ, Լալոդինգ կղզիներում Ինչպես նաեւ այցելելու ենք Կաոսոկ ազգային պարկ Ես պետք է օգնեմ նրան, բայց ես նկարում եմ ծովափում, մենք էլի շարժվել ենք ճանապարհ, հիմա գնում ենք Կրաբի եկել ենք Փուքետի տերմինալ 2 ավտոբուսների կայարանը, որտեղից բազում ավտոբուսներ շարժվում են տարբեր ուղղություններով, իսկ մենք պետք է սպասենք մերին դեպի Կրաբի Վերջապես հասանք արդեն արևոտ Կրաբիում կյանքի երումագույնները աչք են ծակում Այո, կարոտել էինք Կրաբին։ Մեկ տարի առաջ էինք եղել Կրաբի, համարյա մեկ տարի չի անցել լավ դեռ, ուրեմն չափազանցրեցի, բայց Կրաբին միևնույնն է կարոտել էինք։ Ու այս ամենաուրախ պահն է, երբ որ Աոնանգից գնում ես Ռայլեյ, իրան գոռում են Ռայլեյ գնացող սաստավը գալիս է, որ իր նավը նստի, ու հիմնականում բոլորը շատ ցավեսին ժողովուրդ են ելնում։ Օպա, հանում ենք մեր տապոչկաները։ Լոնգտեյլը ուղևորվում ենք դեպի Ռայլեյ Ահա և Էքշատային Ռեյլվեի լողափը Այստեղ մեծ շատ մեծ սիրուն ծառ կար, որ այս տարածքը հովի տակ էր պահում, բայց չգիտես ինչու է ծառը կտրել են։ Եվ այսպես մենք որոշեցինք կայակ կանել և հիմա գնում ենք կայակի ուրա։ Մեր դիմաց կապիտան Մարիան է նստած, նա ուղղորդում է մեզ դեպի ժայռերը։ Մարիան տանում է ինձ քարանձավ։ Ես պետք է օգնեմ նրան, բայց ես նկարում եմ։ Ես ամենք ենք դրվել ենք արիանը։ Եվ այնտեղից լույս է բացվում։ Ես լինում ես Մարիան տենում եք այն մարդուն, ինք ընդեղ փողերը վերցրել է ու փչովին ավով փախնում է հիմա։ Այն գոնշիկների պատճառով այսպես մեծ ալիքներ գոյացան, հայ-հայա հագնում էինք այս պատերին։ Բայց կապիտան Մարիան մեզ չի թողնի մնալ ջրում և նա կտանի մեզ դեպի ափ։ Ռեյլեյ Մարիան պատմում ազգերի տարբերության և բոյերի մասին։ Հասկացանք, որ մենք հայերս այդքան էլ բոյով չենք։ Տնտեսական խանութ է, Մարիան մտել է մեզ սոկ առնի։ Ժողովուրդ, սրանք մանգրովների ծառերն են, մանգրով է կոչվում, ինքը այսպես մեծ արմատներ է տալիս ու ափի վրա է ձևավորվում, որ մեծ ալիքների դեպքում դաժե որ ծովը այդքան բարձրանա, ինքը շարունակում է սնվել էլի հողից, դրա համար սիրուն տեսք ունի։ Ահա Բավականին շատ մարդ կա այս սեզոնին, քանի որ ամանոր էր, բոլորը եկել են հանգստանալու։ Իսկ այստեղ շատ հետաքրքիր մի վայր ենք հիմա մոտենում, սա կոչվում է Արքայադստեր պրինցեսայի քարանձավը, ինձ թվում է
Հասկացաք երևի, ավելորդ իմաստ չկա բացատրելու թե խիա պրինցեսայի քարանձավ կոչվում։ Կրաբիում շատ տարածված է մեկ է ժայռամագլցումը։ Գալիս են ժողովուրդը ասեն սիրուն ժայռեր են բարձրանում, ասենք քո համար քայլում ես։ Մեկ է մեկ հսկա մոնիտոր գալիս է դեմը դառնում։ Ու դու չգիտես դու իրան նկարես, ինչ անես։ Ահա եւ Սուրենը վերցրեց իր կոկտեյլը, սնկայի մաշրում, մեր աղբոր մոտ ենք, 5 հոյակապ կերպար է ուղղակի, մեր ընկերն ասենք է, այս իրանց օբյեկտն է, նավակ է կոչվում։ Անձրևոտ կրաբիում առաջին անգամ անձրև եկավ այս քանի օրվա մեջ, հովացանք։ Մարիա եւ Սուրենի համար ողջույն, ողջույն։ Այսօր դիզում ենք բացահայտելու հանդայ։ Այո, եւ մենք կրաբիում։ Եվ ահա մեր առաջի կանգառը այս փոքրիկ կղզյակն է, որի կողքին կարող ենք սնորքելինգ անել։ Հաջորդ գալիս է։ Հա, իրոք, շան է մեր առջև բացվում։ Կապուտակ ջուր, սևան։ Loading Island։ Loading Island։ Հայտնի տեղ է նկարներ, վիդեոներ անողների համար, բայց այնքան շատ մարդ կա, որ այդ վիդեոներից չի ստացվում։ Եվ վերջապես մենք հոնք կղզում ենք։ Հոնք կղզում ենք։ Եվ ահա մենք հոնք կղզում ենք, հասել ենք տեղ, հասել ենք լողավ։ Շատ փխրուն ավազը, շատ սիրուն տեսարան, ուղղակի մարդը շատ է։ The next day.
եւ այսօր գնում ենք Կոպոտա կղզի։ Տեսնային կոմիշ սիրուն է երևում։ Ես էլ ստեղի ձյունն է։ Դաստե հավես ամար։ Ինչպիսի մակ Եվ ահա մենք նստեցինք այս տաքսիով մնում ենք այս տուն։ Ուղիղ 7-Eleven-ի դիմաց։ Մենք այսքան ժամանակ ձեզ չենք ցույց տվել Թայլանդի 7-Eleven սուպերմարկետը, որտեղ դուք կարող եք գտնել ցանկացած բան, տեղում պատրաստել, տաքացնել եւ վայելել։ Այստեղ ունեն պատրաստի արդեն սնունդներ, տարատեսակ, մեր սիրելիներից են այս իրանք շատ համեղ են, տեղում կարող են տաքացնել եւ ձեզ մատուցել, նաեւ կարող եք սուրճ վերցնել կամ յոթ, սալատներ կան, մի խոսքով 7-Eleven-ը մի հրաշք է։ Եկել ենք հենց Krabi Town։ Ինչավես Թայլանդինն էլ հիմնականում շատ եմ սիրում ես night market-ներ, թե մոր գիշերով իրիկվագում հելնում ես, այսինքն շուկաներն են համովիկ բաներով, ինչ-որ գունավոր Ես կոմնելա Krabike, o, ինչ սիրուն են հատվածն են Շիշկան ամով բաներ The next day. Շատ սիրուն է կաղոսոկը, 3 շորտան ենք եկել էստեղ ասել, հիմա սպասում ենք մեր հյուրանոցից տրանսֆերը գա մեզ արդեն վերջ Եվ ահա մեր իրերը դրեցինք մեր պիկապի հետևում, մեր հետևից եկան, իսկ հիմա պատրաստվում ենք, որպեսզի արդեն գնանք մեր հյուրանոց Այո
տեսարան այլ լինելու։ Այստեղով գեղեցիկ գետ է անցնում, իսկ այնտեղ հյուրանոց կամ ինչ-որ կաֆե է։ Ողջույն, բարի լույս մեր հետևորդներին։ Այսօր գնում ենք Կոսոկ, Կաոսոկի National Park ուսումնասիրելու։ Հարևային գեղեցիկ օր է այսօր։ Արևը կորեց։ Սա իմ կինն է, Մարիան գեղեցիկ։ Մարիա գեղեցիկ, հենց ինքը Կաոսոկ National Park-ը։ Տոմսը արժի 200 բաթ մեծահասակների համար եւ 100 բաթ 3-4 տարեկանների համար։ Մարիան տոմսերը վերցրեց եւ մտանք National Park։ Մեծ է դիմավորում Կաոսոկը մեծ ծաղիկի արձանով։ Իդեպ այստեղի գետերը շատ մաքուր են։ Ողջունում, Այս ճանապարհը տանում է դեպի ջրվեժներ։ Հիմա արդեն Մեզ են ողջունում այստեղի բնակիչները, ողջույն, ինչպես եք, այդ ինչով եք զբաղված։ Ճամփորդությունը իրականում կոպտում է, որովհետև դու սովորում ես տարբեր միջավայրներում գոյատևելու ու առանց նկատելու քո ոնց ես դու փոխվում, դու կոպտանում ես ինչ-որ, ոչ թե չոբան ես դառնում, այլ չգիտեմ ինչ, չէ, դու պրոստը ինչ-որ երևույթների ավելի սառն ես սկսում վերաբերվել։ Ցյան կողմից սարքված աստիճաններով Սկուշ կամաց, իշնում ենք, օպա, իշնում ենք մեկ, Ասպաղուն մաքուր ջուր Running Stone Waterfall Եկանք հասանք ջրվեժի մոտ, բայց ջուրը կանգ առած է, կարծես թե ջրվեժը այս եղանակին այստեղ չէ։ Դա մեկ, բա ինչ անեմ, բա պետք է կնդե։ Մեկ, երկու, վերևով ոնց գնամ, լավ։ Եվ ահա իմ փուչորիկ ջրվեժի համար մենք այսպիսի ճանապարհներ անցանք, բայց գեղեցիկ է միաժամանակ։ Մի խոսքով մանեկանք 1.5 ժամ արդեն երևի հոգնեցինք եւ հետ ենք վերադառնում դեպի մուտքի մոտ եւ գնանք մեր իրերը վերցնենք որպեսզի գնանք ավտոկայան։ Ջունգլիներում թափառելուց հետո պետք է լավ սնվել, Մարիան վերցրել է հավով բրինձ, իսկ ես վերցրել եմ ծովամթերքով փաթայ։ Եվ արդեն երեկոյան ժամը 7-ն է լինում, մենք Սուրատանի ավտոկայարանում ենք ճանապարհը մինչև Կաոսոկից եկանք այստեղ, բայց լավ էլի հասանք հիմա այստեղ կգնանք դեպի Բանգկոկ գնացող Պոյա ավտոբուսը ու շարժվենք դեպի Բանգկոկ, առավոտյան ժամը 6:30 ենք հասնելու երևի կամ ինչ չգիտեմ, իսկ մեր տուրիստը 8:30 է։ Ժամը այսպիսի ինչ-որ food court-ը ավտոբուսների համար Tripping Couple-ը գտնվում է Բանգկոկի օդանավակայանում, վերջապես հասանք, մեր թռիչքին մնացել է 2 ժամ։ Tripping Couple-ը բարեհաջող եւ շատ արագ կատարեց բոլոր հարցերը, մենք ունենք մեր տոմսերը։ Ռոբոտներն են այսինքն սիրուն մաքրում օդանավակայանը։ Ինչ մենք անցանք արդեն, գնում ենք նստենք մեր սամալյոտիկը, ինչ է նախկինը, Մարիան, մենք Բանգկոկի օդանավակայանը շուտով կլքենք, մեզ սպասում է Vietjet-ը, չէ, կներեք Vietjet-ը, չէ, Vietjet-ը, Vietjet-ով ենք գնում, Vietjet Թայլանդն է։ Vietjet Air, առաջ անգամ ենք Vietjet-ից օգտվում, տեսնենք ինչպիսին է, իդեպ ասեմ, որ Վիետնամի Vietjet-ում հայ օդաչուներ ունենք, այնտեղ են աշխատում։